Ողջույն հայություն, ողջույն բոլոր նրանց, ովքեր նախընտրում են ծովափնյա չքնաղ ու հիասքանչ հանգիստը։ Մենք գտնվում ենք Շարմ էլ-Շեյխում եւ շարունակում ենք բացահայտել այստեղի հյուրանոցները։ Եվ այս անգամ կծանոթանանք կբացահայտենք Nubian Island հյուրանոցը։ Մեքենայի օդանավականից դեպի հյուրանոց ընկած հեռավորությունը կազմում է մոտ 8 կիլոմետր, իսկ տևողությունը 9-ից 10 րոպե։ 5 աստղանյաց հյուրանոցը գտնվում է առաջին գծում Nubian Village հյուրանոցի հարևանությամբ, որ իր կառուցվածքով նույնպես պաշտպանված է քամիներից։ Միասին անցնենք ներս եւ տեսնենք, թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի տվյալ հյուրանոցը։ Գնացինք։ Ինչպես Nubian Village հյուրանոցը, այնպես էլ Nubian Island հյուրանոցը աշխատում է all-inclusive եւ ultra all-inclusive համակարգով։ Կենտրոնական մուտքից ներս գտնվում է ընդունարան իր սպասասրահով, գրանցման հատվածով, խանութներով եւ լոբի բարով։ Լոբի բարում անվճար կարող եք ըմպել թեյ, սուրճ, զովացի շութեր, եգիպտական ալկոհոլ, իսկ ultra all-inclusive փաթեթով հանգստացողները կարող են ըմպել նաեւ արտասահմանյան ալկոհոլ։ Ultra all-inclusive փաթեթով հանգստացողները ունեն մի շարք առավելություններ, որոնց մասին ես պատմում եմ Nubian Village հյուրանոցի ինֆոբլոգում, որտեղ նաեւ կգտնենք տեղեկատվություն հյուրանոցի ենթակառուցվածքների մասին, որոնք ընդհանուր են երկու հյուրանոցների համար։ Ինֆոբլոգի հղումը կթողնեմ նկարագրության բաժնում։ Իսկ մենք շարունակենք մեր ծանոթությունը եւ աստիճաններով իջնենք ներքև, որտեղ գտնվում է սպասասրահի եւս մեկ հատված։ Ինչպես նաեւ այստեղից կա ելք դեպի տերասա։ Այս հարկում է գտնվում նաեւ հիմնական ռեստորանը, որի հետ կծանոթանանք քիչ ուշ։ Nubian Island հյուրանոցը նույնպես աչքի են կնում իր չքնաղ բուսականությամբ։ Գլխավոր մասնաշենքից մինչև լողապ ընկած հատվածը հանգստացողները անցնում են գեղեցիկ արահետներով։ Հյուրանոցն ունի երկու լողավազան իրենց մանկական հատվածներով։ Մեծ եւ պասիվ լողավազանը տաքացվող չէ, այն գտնվում է հյուրանոցի սկզբնամասում, իսկ ակտիվ լողավազանը գտնվում է հյուրանոցի վերջնամասում, այն տաքացվում է տարվա ձմռան ամիսներին։ Լողավազանները կահավորված են պլաստմասե հարմարավետ տապչաններով, մեծ հովանոցներով։ Լողավազանների մոտ կա բար, ինչպես նաեւ ակտիվ լողավազանի մոտ ցերեկվա ժամերին տեղի են ունենում տարբեր տեսակի անիմացիոն ծրագրեր մեծերի եւ երեխաների համար։ Այս հյուրանոցում անիմացիոն թիմը նույնպես աշխատում է շատ ակտիվ, ամենօրյա փոփոխվող ծրագրերով։
Հյուրանոցը բաղկացած է մեկ եռահարկ մասնաշենքից եւ բունգալոներից, որոնք թվով 139 են։ Եռահարկ մասնաշենքում գտնվում են Superior, Executive Suite, Presidential Suite համարները, իսկ հյուրանոցի մյուս հատվածում արդեն գտնվում են ստանդարտ եւ ընտանեկան բունգալոները։ Ստանդարտ բունգալոները եւ Superior կատեգորիայի համարները իրենց չափսերով եւ կառուցվածքով գրեթե չեն տարբերվում Nubian Village հյուրանոցում գտնվող նույն կատեգորիայի համարներից։ Անցնենք առաջ հարգելիներս եւ ցույց տամ ձեզ Nubian Island հյուրանոցի համարները եւ այս պայն ցույց կտամ ձեզ բունգալոն, ընտանեկան բունգալոն, անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Եւ այսպես մենք ներսում ենք եւ ցույց տամ ձեզ նախասրահը, նախ եւ առաջ, նախասրահում կա մինի բարը, թեյի սուրճի հավաքածուն, ինչպես տեսնում եք, թեյնիկը, բաժակները միանգամի օգտագործման, թեյ, սուրճ, շաքարավազ, երկու շիշ ջուր, այստեղ սառնարանն է, որը դատարկ է, այստեղից դեպի աջ, առաջին ննջարանն է, համարը բաղկացած է երկու ննջարանից, ցույց տամ ձեզ առաջին ննջարանը, որտեղ կա երկու առանձին այսպիսի մահճակալ, իրար միացված, զգեստապահարան, իր դարակներով, մյուս հատվածը զգեստապահարանի, որտեղ կան կախիչներ, այս հատվածում TV-ն է, հայելին, շպարվելու հատվածը երևի թե, և այսքանը, թերևս այս սենյակի մասին, անցնենք առաջ, առաջին ննջարանի դիմաց գտնվում է լոգարանը, որի ձախ մասում լվացարանն է, խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, դարձյալ այստեղ նույնպես ստանդարտ հավաքածուն, լոգանքի համար նախատեսված այս կոսմետիկ միջոցներն են, շամպուն, մարմնի համար նախատեսված լոգանքի գել, կոնդիցիոներ, օճառ, իսկ մնացած հավաքածուն արդեն վերում են ըստ ձեր ցանկության, այստեղ ֆենն է, այլին խոշորացնող, լվացարանի դիմաց առջև գտնվում է լոգան խցիկը, որտեղ սրբիչներն են, ինչպես տեսնում եք, ցնցուղը սովորական, այստեղ նույնպես մաքուր է, սա մի փոքր ավելի շուտ է երևի ինովացիա անցել, բայց մաքրությունը այստեղ կարելի ասել պլյուսով է։ Այս հատվածում զուգարանն է, անցնենք առաջ, լոգանից դուրս և դեպի աջ, արդեն մյուս մեծ ննջարանն է, king size մահճակալով, ինչպես տեսնում եք, նրա առջև գտնվում է TV-ն, հայելին, շպարվելու հատվածը, դարակներ, մահճակալի հարևանությամբ գտնվում է զգեստապահարանը, որտեղ կան կախիչներ, սրբիչներ, կային որ համարը նախատեսված է 4 հոգու համար, այստեղ կա 4 հատ սրբիչ, լող ավազան և ծով գնալու համար, այստեղ սեյֆն է մյուս հատվածում, թելա, սեղ կոշիկի շոր, տոպրակ, գնացուցակը, ծառայությունների, այստեղ կա երկու աթոռ նաև այսպիսի գեղեցիկ փայտյա, սեղան, խալատները և հողաթափերը նրանք տրամադրում են ձեր գալու հետ մեկտեղ։ Այժմ ձեզ ցույց տամ Executive Suite համարը այստեղի եւ մուտքից ձախ կամ մուտքի մոտ արդեն նախասրահն է կամ հյուրասենյակը։ Համարը բաղկացած է երկու առանձին սենյակներից։ Մուտքից ձախ այստեղ մինիբարի հատվածն է, թեյ, սուրճ, ինչպես տեսնում եք, երկու շիշ ջուր, ներքևում սառնարանն է, որը դատարկ է, ինչպես տեսակ, այստեղ դարակներ, այս հատվածում նույնպես դարակներն են, վերևում նույնպես, մուտքից աջ, այստեղ լոգարանն է, այսպիսի բացվող փակվող դռներով,
Լոգարանում կա երկու առանձին լվացարան, խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, հատեցնում եք այստեղ կան այս ստանդարտ կոսմետիկ միջոցները, օճառ, սանիտարական տոպրակ, սա ինչ է գլխի վախիլ, շամպուին մարմնի գել, մազերի կոնդիցիոներ, այս հատվածում նույնպես կա այդ հավաքածուն, ֆենը, սրբիչները, այստեղ զուգարանն է, ինչպես տեսնում եք, մյուս կողմում լոգախցիկն է, տրոպիկական ցնցուղով, սովորական ցնցուղով, չորանոցով, անցնենք առաջ, ասեմ որ և հյուրասենյակից և լոգարանից մուտք կա դեպի ննջարան, մենք այսպես մտանք լոգարանի հատվածից դեպի ննջարան, այստեղ կա king size մահճակալ, TV-ին, զգեստապահարանը, տեսնենք ինչ կա զգեստապահարանում, կախիչներ, բնականաբար, շորից կախելու համար, սրբիչներ, հարթուկը իր սեղանով է, մյուս կողմում սեյֆն է, թելասեղ, կոշիկի շոր, տոպրակ, ամեն ինչ թարմ է, ամեն ինչ նոր է այստեղ, նույնիսկ զգացվում է նոր թարմ կահույքի հոտը, այստեղ երերը դնելու հատվածն է, անկողինը ինչպես տեսնում եք մաքուր, ոչ մի ավելորդ բան չկա նրա վրա, և նոր է և մաքուր է, այստեղ մաքրությանը հետևում են մանրակրկիտ ձևով։ Այստեղից կա ելք դեպի պատշգամբ, պատշգամբում կա երկու աթոռ, ծղոտ է իր սեղանով, պատյա ճաղավանդակ այսպիսի գեղեցիկ, կոնկրետ այս հատվածից կա տեսարան դեպի լողավազանը, բայց կա տեսարան մյուս հատվածում արդեն կա տեսարան դեպի այգին, garden view, այսինքն իսկ սա արդեն pool view է կոչվում և այստեղից նույնպես կա ելք ու մուտք դեպի հյուրասենյակ, ինչպես տեսնում եք կարող եք և ննջարանից դուրս գալ դեպի պատշգամբ և հյուրասենյակից, անցնենք առաջ, այժմ ցույց տամ ձեզ հյուրասենյակը, գեղեցիկ ինտերիերով, կահավորանքով, այստեղ կա սոֆա, որը բացվում է բազմոցը, երկու այսպիսի բազկաթոռ, կերամիկական սեղան, TV-ին և երևի թե այսքանը մինի բարի հատվածը ձեզ ցույց տվեցի և ինչպես արդեն ասացի, այստեղից նույնպես կա ելք դեպի պատշգամբ։ Այժմ տեղափոխվենք լողավ, որն ինչպես գիտեք, ընդհանուր է Nubian Village հյուրանոցի հետ։ Այլանդի հատվածում նույնպես կան վոլեյբոլի խաղահրապարակներ, հարմարավետ տապչաններ, գեղեցիկ լոկացիաներ, նաև լողափի մոտ կա մանկական ակումբ իր խաղահրապարակով։ Իսկ լողափի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիտել Nubian Village հյուրանոցի ինֆովլոգը, որի հղումը տեղադրված է այս տեսանյութի նկարագրության բաժնում։
Այժմ գնանք Il Mondo հիմնական ռեստորան, որտեղ մատուցում են նախաճաշը, ճաշը եւ ընթրիքը։ Ուտեստների տեսականին բավականին շատ է եւ բազմազան։ Ճաշատեսակների զգալի մասը ամեն օր փոփոխվում է։ Նաեւ լանչի ժամին հյուրերը կարող են անվճար ճաշել ակտիվ Լողավազանի հարևանությամբ գտնվող Barracuda à la carte ռեստորանում, որը 19:00-ից մինչ 22:00 ծառայում է որպես վճարովի à la carte ռեստորան։ Իսկ երեկոյան ժամերին հիմնական ռեստորանում հյուրերին մատուցում են տարբեր տեսակի թեմատիկ ընթրիքներ։